Այսօր պաշտոնապես կգործարկվի Բաքու-Թբիլիսի Ղարս-Նոր երկաթուղային գիծը։ Այն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծն է, որն ունի կարևոր դեր Եվրոպայի և Ասիայի միջև կապակցվածության ամրապնդման գործում։ Մարաբդա-Կարծախի երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը 180 կիլոմետր է։ Նախագծի շրջանակներում վերականգնվել և վերակառուցվել է 153 կիլոմետր ճանապարհ, իսկ կառուցվել 27 կիլոմետր երկարությամբ բոլորովին նոր եվրոպական չափանիշներին համապատասխան երկաթուղային մայրուղի։ Բաքու-Թբիլիսի Ղարս-Նոր երկաթուղային գծով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է, իսկ գծի ամբողջական շահագործման դեպքում նախագծի թողունակությունը կհասնի մինչև 5 միլիոն տոննայի, ինչը տարածաշրջանին հնարավորություն կտա ընդունել և տեղափոխել լրացուցիչ բեռնահոսքեր։ Սվանեթիում սկսվում է հաշվիչների տեղադրման գործընթացը։ Էլեկտրաէներգետիկ շուկայի օպերատորի պարզաբանմամբ այս գործընթացը ծառայում է երկրի էներգետիկ համակարգի պաշտպանությանը և տեղական բնակչության շահերի ապահովմանը։ Բացի այդ, կկարգավորվի էլեկտրաէներգիայի չափազանցված սպառումը։ Վրաստանում անցկացված հանդիպումները գնահատում և հայտարարություն է տարածում Ամերիկայի պետվարչության պատվիրակությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հնարավոր համագործակցության և համընկնող շահերի ոլորտները։ Պատվիրակությունն ընդգծել է նաև այն, որ նահանգները շահագրգռված է Վրաստանի հետ առևտրային համագործակցության ընդլայնմամբ։ Դեսպանատան տեղեկությամբ իշխանությունների հետ զրույցի ժամանակ հատվել է Վաշինգտոնի պատրաստակամությունը ապագային միտված համագործակցության նկատմամբ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումներին, դեսպանատունը գրում է, որ պատվիրակությունը լսել է մտահոգություններ 2024 թվականի հոկտեմբերից հետո ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, այդ թվում սահմանադրական դատարանում ընթացող գործի և առկա քաղաքական միջավայրի մասին։ Հայտարարության մեջ հնչել է նաև ընդդիմությանն ուղղված կոնկրետ ուղերձ։ Գործունակ ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը համագործակցում է պետական ինստիտուտների հետ, ներկայացնելու այն քաղաքացիների շահերը, որոնք ձայն են տվել իրենց օգտին, կարդում ենք հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ պետվարչության պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպումներ էր անցկացրել անցյալ շաբաթ։ Կրկին քննարկման թեմա է ընդդիմադիր դաշինքում ընթացող հակամարտությունը։ Առանձին քաղաքական գործիչների կարծիքով Միխեիլ Սաակաշվիլիի դեմ պայքարն անիմաստ է։ Իշխանության ընդդիմախոսների մի մասը նշում է, որ ներկայիս իրավիճակում ընդդիմությունը վրացական երազանքի ջրաղացին ջուր է լցնում։ Հարցը գնահատում են նաև իշխող թիմում, որտեղ նշում են, որ հասարակությունն արդեն բազմիցս տեսել է ընդդիմության իրական դեմքը։ Տեղեկության համար Միխեիլ Սաակաշվիլին Նիկա Մելիայի հասցեին հերթական քննադատություն ու մեղադրանքներ է տարածել։ Ուկրաինայի նախագահի հանձնարարականն է հնարավորինս արագ ավարտել պատերազմը, ցանկալի է մինչև ձմռան սկսվելը։ Իսկ այս մասին հայտարարել է Զելենսկու վարչակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով Ուկրաինան բավարար հնարավորություններ ունի այդ նպատակին հասնելու համար, սակայն նա չի բացառել, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել համաձայնություններից։ Այսօր նշվում է Քուր գետի պաշտպանության օրը։ Ամսաթվի առթիվ շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները գետից ջրի նմուշներ են վերցրել։ Ֆիզիկա-քիմիական պարամետրերը ստուգվել են տեղում, իսկ մյուս աղտոտիչներն ու ծանր մետաղները կուսումնասիրի հավատարմագրված լաբորատորիան։ Արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից։ Գործակալությունը Քուր ավազանի մոնիթորինգ իրականացնում է ամեն տարի 67 կետում։